Ողջույն հարգելի հեռուստադիտող, եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է եւ ձեզ հետ այսօր ես եմ Սիրանուշ Օհանյանը։ Ես մասնագիտությամբ հոգեբան եմ, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մասնագետ։ Հարգելի հեռուստադիտող, մեր նախորդ հաղորդումներից մեկի ընթացքում մենք արդեն խոսել ենք շատ տարածված երևույթի մասին։ Բուլինգի մասին ներկայացրել ենք որոշակի ինֆորմացիա եւ փորձել ենք ձեզ օգնել կանխարգելել այդ վնասատու երևույթը, հատկապես երեխաների, դպրոցականների շրջանում։ Իրականում բուլինգից ոչ ոք չի կարող ձերբազատվել, անգամ մեծահասակները երբեմն դառնում են դրա զոհը, բայց այսօր եկեք խոսենք բուլինգի ամենատարածված ձևերից մեկի մասին ավելի մանրամասն։ Կիբերբուլինգ, ինչ է այն իրենից ներկայացնում եւ ինչով է այն վտանգավոր։ Կիբերբուլինգի դեպքում երեխաները, մեծահասակները հետապնդման են ենթարկվում համացանցային տիրույթում կամ էլեկտրոնային սարքերի միջոցով։ Այսինքն պատկերացնենք, որ երեխան առաջին հայացքից անմեղ նամակագրական կապի մեջ է մտնում իր հասակակցի հետ, փոխանակվում են մի քանի խոսքով եւ հասակակիցը սկսում է որոշակի անձնական հարցեր տալ երեխային։ Օրինակ, թե քանի տարեկան է նա, անուն, ազգանունը, որ դպրոցում է սովորում, ինչով է սիրում զբաղվել եւ այլն։ Եվ երեխան էլ ոչինչ չկասկածելով պատասխանում է այդ հարցերին։ Հետագայում նամակագրության ընկերը իրեն հարցնում է, արդյոք ունի որևէ լուսանկար, կարող է արդյոք այդ լուսանկարն ուղարկել իրեն եւ այդպես շարունակ։ Իսկ վերջնական արդյունքում ստացվում է այնպես, որ հետագայում այդ անձնական լուսանկարը հայտնվում է համացանցում եւ դա դեռ դժբախտության մի մասն է։ Իրականում հետո այդ լուսանկարի տակ հայտնվում են տարբեր գրում են տարբեր մեկնաբանություններ ու հաճախ այդ մեկնաբանություններն իրենցից ներկայացնում են որոշակի տհաճ խոսքեր, պիտակավորում եւ այլն։ Դրա համար, որպեսզի երեխաները համացանցային տիրույթում լինեն պաշտպանված եւ հնարավորինս խուսափեն այն նեգատիվ երևույթներից, որոնք համացանցում լի են, անհրաժեշտ է նախապես իրենց ծանոթացնել մի քանի կանոնների հետ, որոնց պահպանումը կօգնի համացանցային տիրույթում ավելի անվտանգ լինել։ Նախ եւ առաջ երեխաներին պետք է ասել, որ նրանք անձնական որևէ ինֆորմացիայով կամ լուսանկարով չպետք է կիսվեն առավել եւս անհայտ անձանց հետ։ Պատկերացրեք, հարգելի ծնողներ, հաճախ լինում են իրավիճակներ, երբ երեխաները ենթարկվում են կիբերբուլինգի իրենց ընկերների կողմից, հատկապես դեռահասները, որոնց համար այդ տարիքում շատ կարևոր է նշանակալի լինելն իրենց հասակակիցների շրջանում ընդունված լինելը, անգամ որևէ դասարանական խմբից իրենց անջատելը, բաժանելը կարող է դիտվել որպես վատ երևույթ։ Օրինակ պատկերացրեք, ձեր երեխան շատ ուրախ է, որ իր ընկերների հետ միասին որևէ սոցհարթակում ունի խումբ։ Եվ հաճախ նրանք ընկերներով այդ խմբում կիսվում են հետաքրքիր տեսանյութերով, քննարկում են որևէ երևույթ եւ այլն։ Բայց մի օր ձեր երեխային իր ընկերներից մեկը հեռացնում է այդ խմբից, եւ երեխան այդ պատճառով շատ է տխրում, ընկճվում է եւ բնականաբար ընկնում է իր ինքնագնահատականը, ունենում է նեղվածություն, երբեմն նույնիսկ մեղքի զգացում, այսինքն մտածում է, որ ինչ որ բան այնպես չի արել, այդ պատճառով էլ ընկերներն իր հետ չեն ցանկանում շփվել։ Դրա համար, հարգելի ծնողներ, շատ կարևոր է, որպեսզի դուք հետևողական լինեք այն ամենի նկատմամբ, ինչ ձեր երեխան անում է համացանցային տիրույթում։ Կարծում եմ գաղտնիք չէ, որ այժմ կան այդ ամենը վերահսկելու բազմաթիվ միջոցներ։ Հետո շատ կարևոր է, որպեսզի դուք ինքներդ էլ կարողանաք ձեր անվտանգությունն ապահովել այնտեղ։ Այսինքն այն ամենը, ինչ սովորեցնում եք ձեր երեխային, կարողանաք անել նաև դուք։ Եվ այսպես, այնուամենայնիվ, եթե ձեր երեխան ենթարկվում է ծաղրի, հեգնանքի, հոգեբանական ճնշման համացանցում, ինչ կարելի է անել նման դեպքերում։ Նախ եւ առաջ դուք պետք է հասկանաք, թե այդ ճնշումը ումից է գալիս, ով է կանգնած, այսպես ասած, ով է կանգնած էկրանի ետևում։ Եվ փորձեք դադարեցնել այդ բացասական ինֆորմացիայի պիտակավորման ներհոսքը։ Օրինակ, արգելափակել այդ օգտատիրոջը կամ երեխայի սոցիալական ցանցում օգտահաշիվը եւ այլն։ Փորձել դիմել սոցիալական ցանցի ադմինիստրացիային եւ ներկայացնել իրավիճակը։ Իսկ ավելի ծայրահեղ դեպքերում ունենալ էկրանի լուսանկար, որպեսզի հետագայում կարողանաք
ապացուցել այդ ամենը, ինչ երեխայի հետ տեղի է ունեցել։ Հատկապես դեռահասության տարիքում, ինչպես արդեն նշեցինք, շատ ցավոտ են տանում երեխաները այդ երևույթը։ Ու ի տխրություն մեզ այդ ամենը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, քանի որ երեխաներն այդ տարիքում գերհուզական են լինում եւ մեծահասակի աջակցությունը չստանալով կարող են դիմել ծայրահեղ քայլերի։ Դրա համար շատ կարեւոր է, որ երբ երեխան մոտենում է ձեզ եւ խնդրում օգնություն, ներկայացնելով իրավիճակը, ինչպես մենք հաճախ ասում ենք, դատապարտելու փոխարեն փորձեք երեխային հասկանալ։ Փորձեք ապրումակցել իրեն, բացատրել, որ հասկանում եք, որ իրականում այդ հարցում նա մեղքի բաժին չունի եւ կփորձեք միասին որևէ լուծում տալ այդ խնդրին, որ այսուհետև պետք է պարզապես ավելի ուշադիր լինել եւ հասկանալ, թե հաջորդ անգամները ինչպես կարելի է ձեր անվտանգությունը պահպանել։ Ու ինչպես արդեն ասացինք, պետք է նաև ունենալ որոշակի ապացույցներ, բայց այստեղ կա մի նրբություն, հարգելի ծնողներ։ Եթե անգամ դուք կարողանում եք հասնել նրան, որ ձեր երեխային հետապնդող անձը համացանցից ջնջում է երեխայի լուսանկարը, դա դեռ չի նշանակում, որ հետապնդումը դադարեցվում է, քանի որ այդ լուսանկարը կարող է հայտնվել մեկ այլ որևէ տեղում, կրկին համացանցային տիրույթում պտտվի եւ եւս մի քանի անգամ դառնա ծաղրի առարկա։ Քանի որ հատկապես դեռահասության տարիքում երեխաները ինքնահաստատվում են եւ իրենց սահմաններն ընդգծում են իրենց առավելությունը ցույց տալով հասակակիցների նկատմամբ կամ նույնիսկ ավելի տարիքով փոքր երեխաների նկատմամբ, նրանք սկսում են ծաղրի ենթարկել իրենցից ինչ որ ձևով տարբերվող արտաքին կամ մտածելակերպ ունեցող երեխաներին եւ այսպես ասած թիրախավորել ավելի, չակերտավոր ասած, թույլ երեխաներին։ Ինչու թույլ իրենց տեսանկյունից, որովհետև այդ երեխաները չեն կարողանում համարժեք պատասխան տալ իրենց։ Դա էլ պատճառ է հանդիսանում, որ ամեն անգամ այդ դեռահասը վիրավորում, նվաստացնում կամ մատնացույց է անում ավելի թույլ թվացող երեխայի, այսպես ասած, բացասական կողմերը։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի ձեր անձնական զրույցների ընթացքում դուք երեխաներին կարողանաք բացատրել, որ արտաքին տեսքի մեջ եղած որոշակի փոփոխությունը պատճառ չէ ծաղրելու մեկ այլ երեխայի, կամ որ իրենք յուրահատուկ են հենց իրենց արտաքին տեսքով, չէ՞ որ բոլորը չեն կարող ունենալ միևնույն արտաքինը, եւ եթե երեխաներից մեկի մազերի գույնը, քաշը, հասակը տարբերվում է մյուսներից, դա դեռ չի նշանակում, որ նա որևէ թերի կողմ ունի։ Ու չմոռանանք նաև մի կարևոր բան, որ երեխաները շատ ժամանակ են անցկացնում համացանցում, քանի որ իրական աշխարհն իրենց համար այդքան հետաքրքիր չի։ Իսկ ինչու հետաքրքիր չի, հարգելի ծնողներ, այդ հարցի պատասխանը պետք է փնտրենք մեր ընտանիքներում եւ մեր ներսում։ Եթե երեխան ու ինչպես արդեն նշեցինք, հատկապես դեռահասը, տանն ամեն օր ականատես է լինում դժգոհության, վեճերի, բակում անընդհատ կռիվների մեջ է հայտնվում, դպրոցում հասակակիցների կողմից շատ հաճախ ծաղրի է ենթարկվում, նա արդեն պարփակվում է եւ իր համար ընկերներ, համախոհներ փորձում է գտնել համացանցային տիրույթում եւ ի դժբախտություն իրեն միշտ չէ որ կարող են լավ մարդիկ հանդիպել։ Շատերը կարող են ձևանալ ընկեր, փորձել օգնել, ապրումակցել, խոսքերով ձեռք բերել վստահություն, իսկ հետագայում օրինակ զբաղվել դրամաշորթությամբ։ Բազմաթիվ են դեպքերը, երբ անգամ մեծահասակները դառնում են դրամաշորթության զոհ, շփվում են համացանցում որևէ անձնավորության հետ, ուղարկում իրենց նկարները, իսկ հետագայում այդ նկարները ջնջելու համար իրենցից պահանջում են գումար։ Որպեսզի նման խնդիրների առաջ չկանգնեք, ինչպես արդեն ասացինք, ձեր անձնական որևէ տվյալ չեք տրամադրում անծանոթ մարդկանց։ Իսկ դրա փոխարեն երեխաների մոտ խրախուսում եք ընթերցանությունը, զբոսանքը բնության գրկում կամ որևէ այլ հետաքրքիր զբաղմունք ու փորձում եք հնարավորինս սահմանափակել իրենց ներկայությունը վիրտուալ իրականության մեջ։ Բնականաբար բոլորս էլ հասկանում ենք, որ ներկա դարաշրջանում գրեթե անհնար է չօգտագործել խելացի սարքեր, բայց այս աշխարհում ամեն ինչ չեզոք է։
Պատկերացրեք այն դանակը, որով դուք կարող եք կտրել մրգեր եւ հյուրասիրել հարազատներին, որևէ խնդիր ունեցող մարդու ձեռքին հայտնվելիս դառնում է սառը զենք եւ կարող է վնաս հասցնել թե իրեն, թե իր շրջապատող մարդկանց։ Այսպիսով նույն հեռախոսները, խելացի սարքերը մեզ կարող են նաեւ օգնել, եթե մենք այդ տարածքում, տիրույթում փնտրում ենք մեզ համար զարգացնող նյութեր, հետաքրքիր ֆիլմեր, գեղեցիկ հոլովակներ, իսկ այն մարդիկ, ովքեր այնտեղ փնտրում են ուղղակի ինքնահաստատման միջոց, միշտ էլ ուրիշների հաշվին, մյուսներին նեղացնելու հաշվին կփորձեն իրենց սեփական գերակայությունը ապահովել։ Կարծում ենք այսօրվա մեր ներկայացրած տեղեկատվությունը ձեզ համար օգտակար կլինի եւ այսուհետ դուք ել ավելի մեծ ուշադրությամբ կհետևեք ձեր երեխաների սոցիալական հարթակներին, անցկացրած ժամանակահատվածին եւ ինչու միայն երեխաների, այլ նաեւ ձեր։ Իսկ հաղորդման երկրորդ հատվածում ձեզ կներկայացնենք էջանշան պատրաստելու տարբերակներ։ Իսկ հաղորդման երկրորդ հատվածում ինձ հյուր է եկել Հայկը, եւ ինչպես հաղորդման սկզբում արդեն ասացինք, պետք է դուք կարողանաք երեխաներին հնարավորինս զերծ պահել վիրտուալ իրականությունից եւ ստեղծել շատ հետաքրքրություններ իրական կյանքում։ Օրինակ, երեխայի մոտ զարգացնել ընթերցանությունը եւ ձեր սեփական օրինակով երեխային սովորեցնել, թե ինչպես պետք է վարվել գրքի հետ։ Թող ընթերցանությունը ձեր եւ ձեր ընտանիքի անդամների համար դառնա ծես։ Իսկ ես ու Հայկը այսօր որոշել ենք ձեզ համար պատրաստել էջանշան։ Իրականում էջանշան պատրաստելու համար շատ բարդ որևէ բան հարկավոր չէ։ Այն ամենն ինչ մեզ անհրաժեշտ է, բոլորիս տներում էլ կա։ Շատ կարևոր է պահպանել ծեսը, ինչպես արդեն ասացինք։ Էջանշանը պատրաստել ընտանիքի անդամների հետ միասին։ Դա որևէ լրացուցիչ մոտիվացնող բան կլինի, որպեսզի երեխան ել ավելի մեծ սիրով ընթերցի գիրքը։ Նշման համար նախատեսված մարկերներ կարող եք օգտագործել, որպեսզի երեխան գրքի մեջ առանձնացնի այն հատվածը, որն իրեն ամենից շատ է դուր եկել, իսկ հաջորդ անգամները գիրքը բացելով վերհիշի այդ հատվածները, կամ նշումների համար նախատեսված թուղթ։ Այս բոլորը մանրուքներ են, բայց իրար գումարվելով նրանք դարձնում են ընթերցանությունն ավելի հետաքրքիր եւ ավելի գեղեցիկ։ Եվ այսպես ծանոթանանք Հայկի հետ։ Ողջույն Հայկ ջան։ Ողջույն։ Մեզ կասես դու քանի տարեկան ես։ 10։ Շատ լավ։ Իսկ ինչով ես սիրում զբաղվել։ Ես ըմբշամարտիկ եմ։ Սիրում եմ զբաղվել ըմբշամարտով։ Շատ լավ, Հայկ ջան, ես քեզ մեծ հաղթանակներ եմ ցանկանում քո նախընտրած ոլորտում։ Կասես ինձ, դու սիրում ես ընթերցել գրքեր։ Այո։ Իսկ վերջին ընթերցածդ գիրքը ո՞րն է եղել։ Փոքրիկ իշխանը։ Հրաշալի է, շատ լավ։ Իսկ գիրք ընթերցելու ընթացքում դու օգտագործում ես էջանշաններ։ Այո։ Շատ լավ։ Այսօր մենք եւս մեկը կպատրաստենք քեզ համար։ Հարգելի հեռուստադիտող, էջանշան պատրաստելու համար, ինչպես արդեն ասացինք, շատ բան հարկավոր չէ։ Մենք վերցրել ենք մի փոքր ավելի հաստ տեսակի թղթի կտորներ, դուք այդ կտորները կարող եք կտրել ձեր ցանկացած չափով։ Վերցրել ենք դակիչ, բայց եթե դուք չունեք դակիչ, դրա փոխարեն կարող եք օգտագործել մկրատ կամ ասեղ, որպեսզի էջանշանի վրա լինեն անցքեր, հետագայում թել անցկացնելու համար։ Մենք այսպիսի էջանշան արդեն պատրաստել ենք որպես օրինակ։ Ընդհանրապես օգտագործելով այս թղթի կտորը, վրայից կպցրել ենք մեկ այլ թուղթ եւ մեր ցանկացած պատկերն ենք ավելացրել։ Բայց մենք իհարկե կարող ենք այդ պատկերի փոխարեն որևէ բան նկարել։ Ես այսօր առաջարկում եմ, որպեսզի Հայկն իր ցանկությամբ որևէ նկար նկարի մեր ապագա էջանշանի վրա։ Դրա համար վերցրել ենք նաև գունավոր մարկերներ։ Ու ինչպես արդեն ասացի, դակիչով կդակենք, որպեսզի հետագայում էջանշանի վրա ավելացնենք նաև թել։ Գրքից դուրս եկած հատվածը կօգնի, որպեսզի մենք չկորցնենք էջը։ Երկկողմանի սկոտչի տարբերակն էլ կարող եք օգտագործել այն դեպքում, երբ դուք այս հատվածի վրա ավելացնում եք գունավոր թուղթ։ Եվ այսպես, Հայկ ջան, դու կարող ես մեր այս թղթի կտորների վրա նկարել այն ամեն, ինչ այս պահին քո մտքով անցնում է, այն ամեն, ինչից քո տրամադրությունը բարձրանում է։ Օրինակ, ես մեծ սիրով իմ թղթի վրա կնկարեմ արևածաղիկ, քանի որ շատ եմ սիրում արևածաղիկներ։ Իսկ դու ինչից ես ուրախանում։ Ինչն է բարձրացնում քո տրամադրությունը։ Իմ տրամադրությունը բարձրացնում է արևը։ Շատ լավ, ուրեմն եկ արև նկարենք։ Իսկ դու սիրում ես արևային եղանակ։ Այո։ Իրականում դուք բացի
թուղթը օգտագործելը կարող եք էջանշաններ ստանալ նաև շպադելների միջոցով, պաղպաղակի փայտիկները միասին կպցնելու միջոցով դուք ունեք հնարավորություն անսահման զարգացնելու ձեր երևակայությունը, քանի որ ցանկացած բան վերջնական արդյունքում կարող է դառնալ էջանշան։ Օրինակ, տարվա եղանակին համապատասխան ծաղիկներ կարող եք հավաքել, ընտանիքի անդամների հետ չորացնել այդ ծաղիկները, հետագայում սկոչի վրա, թափանցիկ սկոչի վրա ծաղիկները տեղավորելով ու փակելով կարող եք ստանալ շատ գեղեցիկ գարնանային էջանշան, որը նաև հաճելի կլինի ձեր աչքերի համար։ Շատ լավ, կարող ես ցուցադրել քո նկարը, ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է պատկերել այն ամենն, ինչ տվյալ պահին իր համար հաճելի կլինի։ Մենք կարող ենք դակել էջանշանը եւ հետագայում օգտագործել այն որևէ թելի օգնությամբ։ Մենք արդեն տեսնում ենք անցքարեցիք ու դուք կարող եք ցանկացած գունավոր թել օգտագործել, որպեսզի ձեր էջանշանը ունենա ամբողջական տեսք։ Իրականում շատ փոքրիկ արարողություն է, բայց շատ մեծ ջերմություն է առաջացնում ընտանիքի անդամների ներսում, որովհետև դուք ավելի ամրապնդում եք ծնող երեխա կապը եւ միասին անցկացրած ժամանցը անփոխարինելի ու անհամեմատելի է համացանցային տիրույթում անցկացրած ժամանակի հետ։ Այսօր ձեզ հետ ես էի Սիրանուշ Օհանյանը եւ ինձ օգնեց Հայկը։ Հուսով եմ մեր հաղորդումը ձեզ համար օգտակար եղավ։ Կհանդիպենք։